Նիկոլ Փաշինյանը կլինի ֆորմալ բանը, վարչապետը, ասենք Վահիթ Սեիդովը կղեկավարի Հայաստանը։ Նիկոլը վերջում կանգնելու ասելու ես ինչ մեղավոր եմ, որ ռուսները սկսեցին մեզ պատժել, այդ չար ռուսներն են մեղավոր, որ հիմա ձեր գազի գինը $600 է։ Մարդկանց մի մասը աղքատությունից պատրաստ է ամեն ինչի։ Դե զբաղված են Տղեկասյունիքի մարզում բան դռնեդուռնգած ձայն են մուրում։ Կատվի ու մկան բարեկամություն չի լինում։ Ադրբեջանն ու Թուրքիան, եկեք շրջափակեք, թող մի քանի ամսում սովետ մեռնան։ Ինչ ալնու որ։ Արա լավ դու այդքան քեզ մարդու տեղ չես դնում, որ նույնիսկ պատրաստ ես ցանկացած էշի վրան փալան դառնաս։ Այն պարավները, որ գնում են, վայ ջանիդ մեռնեմ, արի մի հատ քեզ կպնեմ, տենամ դու իրական ես թե չէ։ Այդ մարդիկ նես չի, որ Նիկոլի օրոք են դաստիարակվել, էլի։ Միջազգային հարաբերություններում տենց է, եթե դու ոչխար ես, մեկը գալու է սկզբից խուզելու է, երկրորդ օրը գալու է ձագի տա տանելու ուտելու, երրորդ օրը գալու է քեզ մորթելու ուտելու։ Կոռուպցիայի դեմ պայքարով եկել են, բայց իրանք ամենամեծ կոռումպացված իշխանությունն են։ Այդ պետք է որ վատ վերաբերմունք առաջացնի։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակորպորական բաժնի։ Ոչ մի ֆիզիկական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մարդը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։ Ողջույն եւ բարի գալուստ հրապարակի YouTube-յան ալիք։ Այսօր երկուշաբթի, ամեն երկուշաբթի ես եւ Ավետիս այս տաղավարում փորձում ենք քաղաքական ամենակարևոր թեմաները վերլուծել։ Ամենասկզբից պիտի խնդրեմ, մեզ բաժանորդագրվեք, եթե ինչ-որ պատճառներով դեռ չեք արել։ Եվ խնդրում եմ մեզ մեկնաբանություններ գրեք։ Իսկ այս տասանութը կարող եք տարածել, օրինակ ձեր սոցիալական ցանցերի էջերում դնել։ Ասա։ Կարող են։ Այո։ Բարև ձեզ, սիրելի հետևորդներ։ Շատ մենք ձեզ միշտ կարոտում ենք։ Անցյալակապ ես էի ասում կարոտելու մասին, այս անգամ դու։ Հաճելի է։ Ուրեմն, Քարոզարշավը մեկնարկեց, արդեն իսկ այն որ ցուպն առել են դռնեդուռ են ընկել, չգիտեմ ավելի շատ նյարդայնացնում են թե ձայներ են մուրում, բայց այս մարզային այցելությունները ոնց որ թե տենց խաղաղ ու միապաղաղ չեն անցնում, հա, գոնե առաջին հայացքից։ Ասա ինչ տպավորություն ունես, քեզ դուր է գալիս Քարոզարշավի մեկնարկը։ Քարոզարշավը ամսի 8-ին մեկնարկեց, բայց մինչև Քարոզարշավին անցնելը մի հատ փոքր ռիմարկ անենք, մեր վերջի հանդիպումը ամսի 4-ին էր, ամսի 4-ից 5-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովն էր։ Ես դրա հետ կապված ընդամենը մի նախադասություն եմ ուզում ասել։ Եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանը մինչև այդ բոլորիս համոզում էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը հավասարակշռման եւ հավասարակշռության քաղաքականություն է, այսինքն եւ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ եւ Արևմուտքի Միացյալ Նահանգների հետ։ Ես ուզում եմ ընդամենը մի բան ասել, ամսի 4-ին 5-ին այդ հավասարակշռման քաղաքականությունը վերացավ։ Թե չէ մինչև այդ հավասարակշռման էր։ Եթե գոնե սուտ ասա, որ թակավորության կեսը քեզ տա, գիտես սուտ էր ասում, էլի։ Իհարկե, սուտ էր ասում, բայց երբ որ սուտը բացահայտվում է, դա լրիվ ուրիշ բան է։ Ամսի 4-ից 5-ին այդ սուտը բացահայտվեց եւ բոլորը հասկացան, որ դա կեղծիք է։ Ոչ միայն բացահայտվեց, այլ նաև արձագանքներ եղան, ընդ որում Ռուսաստանի Դաշնության նախագահը Էրիկ Չառաչորը կարծեմ հա մայիսի 9-ին ելույթ է ունեցել ու անդրադարձել է նաև Հայաստանին, ասում է, եթե տենց սիրտն այդ պայթում է ուզում եք Եվրոպա գնաք, կարող եք հարակվե անել, ԵԱՏՄ-ից դուրս գալ, հապկից դուրս գալ, գնալ ձեր կյանքով հանգիստ ապրել։ Հիմա ինչ էր ուզում ասել, ուզում էր ասել Նիկոլ Փաշինյան, դու չես որոշողը ԵԱՏՄ-ից դուրս գա հայ ժողովուրդը թե չէ, թույլ տուր քո ժողովուրդը որոշի։ Այ ինքը խոսեց հանրաքվեի մասին, իմ կարծիքով իր ակնարկը հետևյալն էր, հունիսի 7-ին իրականում տեղի ունենալու հանրաքվե, այսինքն հայ ժողովուրդ գնացեք, որոշեք, թե դուք ի վերջո ձեր քվեարկությամբ հանրաքվե արեք, որովհետև դուք գիտեք, որ Հայաստանում կան ուժեր, քաղաքական ուժեր, որոնք կողմ են իրապես Ռուսաստանի հետ նորմալ հարաբերությունների եւ կա Նիկոլ Փաշինյան եւ այլ ուժեր, այսպես ասած սպասարկու ուժեր, որոնք կողմ են Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելուն։ Հիմա դուք որոշեք, ուզում եք լավացնեք, թե ուզում եք վատացնեք։ Եթե ուզում եք վատացնեք, գնացեք Նիկոլ Փաշինյանին քվեարկեք։ Լսի, գիտես ինչն է հետաքրքիր, որ հայ ժողովուրդը ախր տենց չի ընկալում, չէ՞, այդ ասածը։
Անկալում է տենց։ Իմ մոտ Ինձ թվում- տպավորությունում է, որ բան են անում, հակառակը սրում են, ոնց որ հակառուսական տրամադրություն են դրանով Ոչ, բարձրացնում։ ոչ։ Նայի, Որտեվ Նիկոլը վերջում մենք բոլորս գիտենք, չէ՞ կնես խնդատում եմ, որ մենք բոլորս գիտենք, չէ՞ որ Նիկոլը վերջում կանգնելու ասելու է, ես ինչ մեղավոր եմ, որ ռուսները սկսեցին մեզ պատժել, այդ չար ռուսներն են մեղավոր, որ հիմա ձեր գազի գինը $600 է։ Նայի, իրականում իրանք վախենում են ցույց տան, որ իրանց հարաբերությունները Ռուսաստանի հետ վերջնականապես վատացրել են, որովհետև ինչի համար եմ ասում, երկու դրվագով։ Երբ որ երեք Նիկոլ Փաշինյանին հարցրեցին, թե ինչ կարծիքի ես Վլադիմիր Պուտինի հայտարարության մասին, ինքը միանգամից ցրեց, ասեց լավ, դրա ժամանակը չի, թե ինչ որ ուշանում եմ։ Ու նստած գնաց Շատ տեսել այդ պատվածը։ Հիմա երկրորդ դրվագը, Արարատ Միրզոյանին այդ նույն հարցը տվեցին, ինքը գիտես ինչ պատասխանեց, ասում է ես չեմ լսել այդ հայտարարությունը։ Դες զբաղված են Տղեկասյունիքի մարզում բան դռնեդուռնգած ձայն են մուրում։ Լսի, իրականում երկուսն էլ լսել են, երկուսն էլ ասելու բան չունեն։ Եթե սկսեն կերծավորություն անել, չի ստացվի, որ ասեն, չէ, բան, դե հիմի չկա Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները շատ լավ են, բան։ Նիկոլը ասեց ապրիլի 1-ի հանդիպումից հետո, հիշում ես, եկավ ասեց, փայլուն հանդիպում էր։ Լսի, ապրիլի 1-ի հանդիպումից հետո եղավ ապրիլի 9-ի այդ Վլադիմիր Պուտինի հայտնի հարցազրույցը եւ հայտնի հայտարարությունները, որ դուք պետքա որոշեք։ Ընդ որում Արարատ Միրզոյանը ուրիշ բան ասեց, շարունակում է իր այն նախկին հին երգը, դե ասեք մարդը մի հատ ասեք մի հիմարություն սովորելա, այդ հիմարությունը անընդհատ կրկնում է, ասում է, այդ մենք կորոշենք, երբ որ գա հասնի պահը, մենք կորոշենք, դուս գանք, լսի, իրական ապկից ու բանից, ապկից եւ յատմից։ Պուտինը ուրիշ բան ասեց, չէ, դուք չեք որոշելու, մենք ենք որոշելու։ Ու ամսի 28-ին Աստանայում տեղի ունենալու ՀԱՊԿ հերթական գագաթաժողովը։ Ասեց մենք սպասում ենք, ակնկալում ենք, որ պատասխանը կլինի հաջորդ գագաթաժողովին։ Արդեն։ Ընդ որում ես գիշերը նստել եմ Google եմ արել, էլի ամսաթվերը չէի հիշում, երբ այդ գագաթաժողովը լինի։ Մի քիչ շատ չի ընտրություններին մոտ այդ վերջինաժամկետը։ Ննսի, նախ շատ մոտ է։ Երկրորդը Նիկոլ Փաշինյանը պարզ է, այդ գագաթաժողովին չի գնալու, փորձելու է համոզի, թե բերեք ես տեսակապի միջոցով մասնակցեմ։ Շարլեզներն ասում են, Մհեր Գրիգորյանն է գնալու, տենց գլխի կոր նստի, չկարողանա որևէ կերպ բացատրի մեր քաղաքականության վեկտորը, չկարողանա Նիկոլի պես դե պարզ է, չէ, որ ինքը տես տաղանդներ չունի ֆրսնելու, բան անելու։ Ու ըստ էության թողնելու են անպատասխան, հա, այսինքն այդ բաց հարցին, ինքը որ Պուտինն ասում է ամսի 28-ին պիտի բերեք պատասխանեք ինձ, իրանք պատասխան չեն տալու։ Դրանից հետո ինչ է լինելու։ Հիշում ենք մայիսի 28, հունիսի 7։ Լսի, դրանից հետո Ռուսաստանը կարա միակողմանի, եթե ոչ ՀԱՊԿ-ի մասշտաբով, ՀԱՊԿ-ի եմ ասում, ԵԱՏ-ի մասշտաբով, ասի, որ ես Հայաստանի հետ այլևս ինչ չեմ համարում միևնույն մաքսային միության անդամ, միևնույն տնտեսական միության անդամ։ Իսկ դա կարա լինի, կարա Ռուսաստանը ուղղակի միակողմանիորեն դադարեցնի։ Իսկ բանը ԵԱՏՄ-ն դա առաջի հերթին Ռուսաստանն է, դա բանը չի, էլի Տաջիկստանն ու Կիրգիզիան չի։ Միանշանակ։ Հա, ոչ էլ Բելարուսի հետ մենք այտենց ինչ որ մի քիչ տնտեսական հարաբերություններ ունենք Ղազախստանի հետ, այնը շատ չնչին, իրականում էլի Ենթադրում եմ էլի տրանզիտով, չէ՞, Ռուսաստանով է հասնում։ Կարան իրանք ուղղակի ներս չթողնեն սահմանի մուտքի մոտ։ Լսի, ուրիշ բան կարան անեն։ Իբր Կասպից ծովով բերեն Բաքու, Բաքվից բերեն Վրաստան, Վրաստանից բերեն Հայաստան, բայց դա այդ լոգիստիկան այնքան թանկ ու այնքան ծախսատար է լինելու, որ հայ ժողովրդի վրա դա նստելու է մի երկու անգամ ավելի թանկ։ Լսի, հիմի այդ մարդիկ ասում են մենք, եթե հայ ժողովուրդը ուզում է այս տարբերակը, մենք դեմ չենք դրան, մենք պատրաստ ենք նաև այդ զարգացմանը։ Ընդ որում, եթե Պուտինի խոսքը ինչ որ մեկը չի լսել, նա շատ բաց տոնով նաև ասաց, որ այս ճանապարհով գնաց Ուկրաինան, միջև պատերազմ։ Նույն գործողություններն արեց, մենք զգուշացնում էինք, մենք բացատրում էինք, բայց եղավ այն ինչ եղավ։ Հիմա անկեղծ Հայաստանը այդտենց հակամարտության մեջ է մտնում Ռուսաստանի հետ։ Իհարկե, մի տարբերությամբ, որ եթե Ուկրաինան հսկայական սահման ունի Եվրամիության հետ, Հայաստանը որևէ սահման չունի Եվրամիության հետ, նույնիսկ Եվրամիության
անդամության այտենց ցկտող երկրի հետ սահման չունի, որովհետև այսօր Վրաստանի հարաբերություններն էլ են Եվրամիության հետ սառեցված վիճակում Թուրքիայի հարաբերություններն են։ Եվ ինչա լինելու, եթե հայ-ռուսական հարաբերությունները դադարեն ու Հայաստանը խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Մեզ հետևորդները բոլորը բանական մարդիկ են եւ հասկանում են, որ Հայաստանը միանգամից հայտնվելու է Թուրքիայի եւ Ադրբեջանի գրկում։ Այսինքն Բայց իրականում 4 կողմանի շրջափակում է ստացվում, է։ Դե հենց Ոչ թե գրկում է ստացվում, ես լինեմ օրինակ այդ դեպքում մեր ճշնամի պետությունների փոխարեն, դու Վրաստանով կապը խաթարվել է, այլևս այդ հնարավորությունը չունես, ենթադրում եմ, որ Վրաստանը կլինի ռուսական գծի մեջ։ Իրանի վիճակը նես չի, որ դու ընդեղից որից է տնտեսական շահ կամ առևտուր ունենաս, դա հնարավոր չի այս պահին գոնե։ Ադրբեջանն ու Թուրքիան, եկեք շրջափակենք, թող մի քանի ամսում սովից մեռնան։ Ինչ ալնու որ։ լավ սովից մեռնելը հենց այդ է, որ դու երբ որ հայտնվես մի հատ տնտեսական կոլապսի մեջ, գալու են ասելու են ուզում եք ձեզ փրկենք։ Չէ մեռնում եք, չէ սովից մեռնելու եք։ Ատոմակայանը տվեք մեզ, Ապեր ատոմակայանը չէ, ինչպի պարտադիր չի։ Սրանից հետո մենք կառավարությունում կնշանակենք փոխվարչապետ է 2 հոգի, այդ Մեհեր Գրիգորյանն ու Տիգրան Խաչատրյանի փոխարեն, ասենք կլինի ես շատ եմ մանում Վահիդ Սեիդովը, Նիկոլ Փաշինյանը կլինի ֆորմալ բանը, վարչապետը, ասենք Վահիդ Սեիդովը կղեկավարի Հայաստանը։ Որոշումները կկայացվեն իր կողմից Պրոիշխանական մեզ նայող մարդիկ կասեն, ես էլի հերթական ապոկալիպտիկ սցենարներն եք ներկայացնում, դա հնարավոր չի։ Ոչ միայն այդ փոխվարչապետը հնարավոր չի, այլ նաև 300,000 ադրբեջանցի հնարավոր չի։ Մեր Սևանը գյոք չասել կամ Սևանի մի ափը հանձնել հնարավոր չի, Սրանից հանձնել հնարավոր չի։ 6 տարի առաջ, եթե որևէ մեկը ասեր, որ Արցախը չի լինելու հայկական, Արցախի 120,000 հայերը թափառաշրջիկ են ելնելու, իսկ Հայաստանի եւ ընդհակառակը Հայաստանի ինքնիշխան տարածքներից հատվածներ են զիջելու Ադրբեջանին, Ադրբեջանը որոշելու է, թե Հայաստանի սահմանադրությունը ինչ տեսք է ունենալու, մեր անկախության հռչակագրին հղում ելնելու է, թե չի լինելու, արա մեկը կարծեր արա, այս մարդը կարող է գիժա կամ ինչ որ բանից է դժողքից է եկել կամ մեծ դժողք է ուզում տանի։ Լսի, Զարա, երբ որ իրադարձությունները զարգանում են վատ, պարզ է, մարդիկ միշտ մտածում են, թե դու, հատկապես դու, միշտ մտածում ես, որ այս ստատիկ վիճակը ոնց կա, եթե առավոտը սենց է, իրիկունն էլ է տենց վերջանալու, եթե իրիկունը տենց վերջացավ, հաջորդ օրը առավոտն էլ է տենց լնելու ու տենց անverջ շարունակ։ Չէ դու օրինակ քո ես միշտ զգացել եմ որ քո լոգիկան այտենց է որ եթե այսօր սենց է վաղն էլ սենց կլինի Չէ գիտես քանի որ ես իշխանականների հետ բախտի բերմամբ թե պատահմամբ շատ եմ շփվում իրանց նարատիվն եմ փորձում քեզ այստեղ ներկայացնեմ հասկանում ես մարդիկ ասում են դե հերիքա էլ ինչքան կարելի ասել որ ԿՊ-ն երկիրը վարի է տալիս կարող է սա է ճիշտը խաղաղություն լինի այլևս հարևանների հետ թշնամություն չունենանք հանգիստ ապրենք տնտեսական աճ լինի չգիտեմ Ռուսաստանի ոչ օգնությունն ենք ուզում ոչ սպառնալիքն ենք ուզում ենք անկախ լինենք մենք մեր ճակատագիրը որոշենք եվրոպական արժեքներ ու բաց Շենգենի զոնա Այ հիմի ես էլ եմ ուզում որ ասենք բան ունենամ Հայաստանը Շվեյցարիա տեղափոխվի ես եմ ուզում Չէ Rolls-Royce ունենամ մի հատ հսկայական չգիտեմ շենք ունենամ 15 հոգի ինձ ծրի ծառայող մարդիկ ունենամ իհա ուզում եմ հետո ամեն օր էլ մեկը գա ասենք հաշվից մի ասենք ինչ ասեմ մի 500,000 դրամ կամ 1 միլիոն դրամ փող իհա ուզում եմ հետո լսի իրանց ուզելը գիտես ինչով է բան Այդ քո ասած նարատիվի շրջանակներում է այս վիճակը մեզ ձեռնտու է մենք ուզում ենք որ այս վիճակը անverջ շարունակվի մենք կլինենք իշխանության փողը անընդհատ գա մենք ափխ-ցփխ ծախսենք հայ ժողովրդին խափենք վրցնենք ամեն անգամ իշխանությունը պահենք մեր ձեռը ու սենց միշտ սենց մնա բայց քանի որ միշտ սենց մնալու տարբերակը բացառվում է գիտես ինչի համար Որովհետև հետ հաշվարկը սկսվել է
որովհետև իրան ժամանակ են տվել են հնարավորություն մի քանի ամիս, այնտենց չգիտեմ, բարեկեցիկ կյանք ապահովել, խաղաղություն ապահովել, որ ինքը վերընտրվի, գա այն բոլոր պայմանները, որ Սարա ջան, որովհետև կատվի ու մկան բարեկամություն չի լինում, կամ դու զոհես, մեկը քեզ ուտում է, կամ դու խիշնիկ ես, գիշատիչ ես եւ մեկին ես ուտում։ Աշխարհում այտենց բան չկա, որ բերեք բոլորս դառնանք կաթնասուն եւ խոտակերներ։ Ու թող խիշնիկները բաները վերանան։ Այդ իրանց ասացի իմաստը էն է, որ գիտեք ինչ կա, բերեք բնության մեջ կամ բոլորը գիշատիչ լինեն, չէ, գիշատիչ որը լինեն, սաղ իրար կուտեն կվերանան։ Չէ, բերեք բոլորը խոտակեր լինեն, այն նա խոտակա, բոլորս խոտը ուտենք, ախպեր, ավրենք էլի ինչա վատը, մեկը խոտը բոլորին է կհերիքի, բայց քանի որ բնության մեջ, բնության օրենքները չեն ենթադրում այտենց բան, հասկանում ես, որ նույնիսկ խոտակերներին բնությունը տվել է պաշտպանվելու ու իրանց կյանքի համար պայքարելու հնարավորություն ու միջոցներ, հասկանում ես, այս մարդիկ իրանք ըլնելով գիշատիչ ուտելով հայ ժողովրդին, ուզում են մնացածին աշխարհի առաջ հանդես գան խոտակերի բանով։ Դե հանդես գա, ուզումը ո՞րն է, հանդես էլ գալիս են որպես խոտակեր։ Ալեն Սիմոնյանն ասում է մեզ ոչ մի ռազմաքաղաքական դաշինք պետք չի։ Լսի, պարզա, ինչի են ասում, լսի իրանք կարան ասեն մեզ բանակ պետք չի, օրինակ բանակի վրա մենք ծախսում ենք $1 միլիարդ ավել փող տարեկան, 1.5 միլիարդ ենթադրենք, ախպեր ես ու Նիկոլ Փաշինյանը նստենք, այդ 1.5 միլիարդը բաժանենք իմ ու իրա մեջ, նու մի քիչ կարող ասենք բան, Ռուբեն Ռուբինյանին տանք, մի քիչ կարող ասֆալտ անենք, Շենգավիթում մի կտոր ասֆալտ անենք, լսի, ինչ վատ կլինի, իրականում այդ քո ասածը դրա շատ լավ կլինի, իրա ընտրողը կցնծա, կասի այլևս իմ տղան չի գնալու ծառայի, ես գնալու եմ Նիկոլին ընտրեմ, որտեվ եթե այս տականք նախկինները կամ տականք պրոռուսական ուժերը գան, իմ տղային էլի տանելու են 2 տարելով բանակ։ Ես պարագայում բանակ չի լինելու, խաղաղություն է, թշնամին չի կրակում, ես գնում եմ Նիկոլ ընտրեմ։ Շատ լավ մոտիվացիա է։ Քանի հատ ծառայելու ենթակա տարիքի բան ընտանիք կա, որտեղ երեխաներ կան ու որտեղ ընտրողներ կան։ Զարա ջան, շատ ճիշտ ես ասում, բայց նայ, սենց մի հատ բան կա։ Հայրը տան վերջի եղած փողը ավտոմատ է առնում, բերում է դնում է տունը։ Արա այս տղեն գալու ասում այ պապ ասում, բա որ մեր տունը փող կար։ Ենթադրենք 3000 կամ $5000 փող կար։ Այդ փողով գնայինք մեքենա առնենք, այս ավտոմատը առե բերե դրել ես տունը։ Ինչ ենք անելու, սրա օգուտը ո՞րն է։ Արա ասում տղա ջան, որ վաղը այդ ավտոն առած լնեինք, մեր հարևանն էլ ավտոմատ ունի։ Գալու էր պահեր այդ ավտոմատը մեր վրա, այդ ավտոն տաներ։ Այդ ավտոն տանելու էր հերիք չի գալու էր մեր տուններ տանելու։ Լսի միջազգային հարաբերություններում այտենց է, եթե դու ոչխար ես, մեկը գալու է սկզբից խուզելու է, երկրորդ օրը գալու է ձագի տա տանելու ուտելու, երրորդ օրը գալու է քեզ մորթելու ուտելու։ Լսի, որ ասես ախպեր, բայց ինչի, հենա պահեիր խուզեիր, էլի միշտ խուզեիր։ Սրանց ասած էս ախպեր, ադրբեջանցիք մեզի ինչի պետք է ուտեն։ Մեր երաշխավորն են անվտանգություն։ Հա, միշտ մեզի կխուզեն, բուրդը կտանեն, կուտեն, կաթը կտանեն, մեզի սենց կբանցնեն, բան կանեն։ Ախպեր, բայց իրանք են որոշողը։ Լսի, դու իրանց վրա հիմի որ մեկը գնում է ոչխարին մորթում է, ուտում է։ Հո չի հարցնում ոչխար ջան, կարելի է ձեզ մորթել։ Կամ հələ կատ տալու ես, թե չէ։ Հա, չէ, բայց դու էնել կանի ասի արա ինգեր խիես ունզի մորթում, ախր ես էլ կա քեզ ձակ էի տալու, բուրդ էի տալու, կաթ էի տալու։ Ուզում եմ ասեմ, աշխարհում խիշնիկի ու զոհի, գիշատիչի ու զոհի պայքարը անհնար է։ Բարձր Ալեն Սիմոնյանը իր տեսակով ու ընդհանրապես այս իշխանությունը Ադրբեջանի մոտ ուզում է բան երևա։ Խոտակեր ասեն ախպետ խոտա ուտում ենք, թողեք մեր խոտը ուտենք։ Թողեք ախպեր, ինչ ուզում եք ձեր համար կանենք, մենակ մեր խոտը մեր ձեմից մի տարեք ախպեր, թողեք ուտենք։ Արդը գնացել է Քարոզարշավի, կանգնել է, միկրոֆոնը ձեռն առել ու սկսել է ասել, որ ինչով էր այդ հողը մերը, Արցախ ու Ղարաբաղ եք անդադ ասում, ինչով էր այդ հողը մերը, դպրոց էինք սարքել ընդեղ, չգիտեմ, գործարան էինք սարքել ընդեղ, ապրում էինք ընդեղ։ Ես նայելու սկզբում ցենց բանի վրթովմունքի ալիք էր մոտս, ասում էի լավ արալու, հոգեկան հիվանդ չի, հեչ որ չլինի
20 տարի մեզ ասել են սաղ փողերը ծախսում են Արցախում ու ցույց են տվել Արցախում ինչ կյանքա, չէ, ինչ ոնց, չգիտեմ, ինչ հիվանդանոցներ, ինչ դպրոցներ, ինչ մշակույթի կենտրոններ կան ու մեր աչքն էին մտցնում, ասում էին, տեսեք, Հայաստանից կտրում են, տանում են Արցախում են անում, հա, այսինքն մեր մեջ այդ առումով ատելություն էին ձևավորում, ասում էին, մանա, Արցախցին լավ է ապրում, ձեզ ինչ շատ փող է ստանում, իր համար սարքում են, Հայաստանում չեն անում։ Հիմա ես տղեն ասում եմ, լրիվ հակառակ, մենք չէինք անում, մենք այդտեղ չենք բան։ Հետո գիտես մտքովս ինչ անցավ, ասի ճիշտ է, մենք, այսինքն իրանք, չէին անում, ինքը, քանի որ տենց լրիվ բանի, թուրքական բանի հապատակության կրող է, ինքը Արցախում չի ապրել երբեք, հա, իրա, չգիտեմ են, բաները, հա, հովանավորները Արցախում դպրոց չեն սարքել, Արցախում մշակույթի կենտրոն չեն սարքել, Արցախում, չգիտեմ, գործարան չեն սարքել, կարող է ինքը իր բարեկամ Ադրբեջանի ու Թուրքիայի նկատի ուներ, որ ասում էր մենք։ Մենք, չէ, նայ, հիմա մի հատ sense անալոգիա անցկացնենք։ Ասենք վաղը, եթե ասում Արցախը ինչով էր հայկական, չսկսես դրանից։ Հիմի արի sense բան անենք, նույն բանը բերենք Հայաստանի վրա։ Այդ Հայաստանը ինչով էր հայկական։ Բա մեզ պետք էր այդ Հայաստանը։ Ոչ դպրոցեր կառուցվում, ոչ գործարաններ կառուցվում, ոչ մի բան։ Որում որ կառուցվում է։ Կապ չունի։ Հայերն էլ անընդհատ ուզում էին այդ Հայաստանից փախնեին գնային։ Բայց ինքը ասում է, Սինգապուրը մեզնից ես իմ քանի անգամ պուճուրա, բայց ես իմ քանի անգամ ավել հնա ունի։ Հայ ժողովրդի բանի նպատակի որն էր, այդան լոսում ապրեն, Փարիզում, Բելգիայում, չգիտեմ, բոլորին փախստական թուղթ եմ ապահովում։ Ապահովեմ այդ թուղթը։ Ինչ էր այդ Հայաստանը։ Ինչ որ այդ ռուսները գան, իրանց գազն ու նավթը ծախեն, հա, էտեք ուզում։ Բերեին իրանց ռազմաբազան դնեին, դե։ Այդ ինչով էր այդ Հայաստանը հայկական, այդ Երևանը ինչով էր հայկական։ Ու вообще Երևան չի Երևանը, չէ։ Հա, այդ ռուսները խաբել են ձեզ 200 տարի, գլուխներդ մտցրել են թե իբր Երևան, ինչ Երևան։ Այդպես բան չկա։ Լսի։ Հետո որ դուք պետություն չունեք, որ դուք, չգիտեմ, պետականություն չեք։ Եկել մտել էին այդտեղ այդ Թուրքիայի ու Ադրբեջանի արանքը, այդ կտորը սարքել էին իրանց համար Հայաստան։ Այդ Հայաստանը մերն էր թե իրանցն էր, դա ռուսներին էր պետք։ Հայ ժողովրդին ընդհանրապես պետք էլ չի։ Սովետական պրոյեկտ էր։ Ռուսական, չէ, ռուսկա ցարերն են սարքել։ Ես պետք է Նիկոլայ առաջինի բանը, հա, շարունակեմ, քաղաքականությունը շարունակեմ, հա, քո կարծիքով։ Լսի, կան հավանական անջում։ Դա լուրջ եմ ասում, ոնց որ դեպս նստած լինի, հա, տեցել կասի։ Հա, եւ ինչ, ասելու ախպեր, մենք աշխարհի քաղաքացի ենք, մեր տեղը բանում է Փարիզում է, Նյու Յորքում է, Լոս Անջելեսում է, եկել ենք մտել ենք ստեղ այս տուպիկի մեջ։ Տանք թուրքերին պրծնենք, ախպեր, լավ էլ փող են տալի։ Իրան։ Ձեզ էլ փախստական կդառնա կարա։ Չէ, կերազում գրին քարտի մասին, բոլորը հեսա բան էլ կսարքենք, չէ, գրին քարտ չէ, հեսա բան առանց վիզայի ռեժիմն էլ կսարքեմ։ Լսի։ Թափով էլ գնացեք էլի ինչ եք ուզում։ Դեր տները մները դե իմի ճիշտ է բանա, կարող է չկարնակ ծախեք։ Բայց մի բան կանեք էլի հիմի այնքան մարդիկ կան գնացել են։ Իսկ ինքը ճիշտ է։ Կարող է ազգի մեջ բացարձակ մեծամասնությունը հենց այդ հոգեբանության, այդ բանի մեջ։ Ոչ։ Օղայցի մեջ։ Սարա, մարդը ոնց որ երեխեն, նույնը մարդը, ազգը, լսի։ Եթե իրան վատ արժեքներով ես դաստիարակում, լսի, ինքը վատնա դառնում։ Լսի, հեշտ լսել ես, որ ասում են, արա դե այդ ինչ մարդ է, հերը նարկոմաներ, հարբեցողների ընտանիք էր, անբարոյական բան, այդ տնից ինչ տղա պետք է ծնվեր, կամ ինչ տղա, հազիվել այդ մարդասպան հանցագործը, էլի։ Իսկ ընդհակառակը նորմալ ընտանիքի բան ասում են, արա դե ծնողները նորմալ մարդիկ են եղել, ինքն էլ նորմալ դաստիարակություն է ստացել։ Եթե նույնիսկ մի վատ բան արը, հա ասում են ախպեր, բայց խիտ են եղավ կամ խի արեց, ուրեմն մի բան ինչ, ուզում եմ ասեմ, լսի, եթե մարդուն դու տալիս ես նորմալ դաստիարակություն, նորմալ կրթություն, ինքը նորմալ մարդ է մեծանում։ Այդ հաղթանում իրան դրողները բացարձակ մեծամասնությամբ տարեց մարդիկ են։ Այդ մարդիկ պետք է դաստիարակություն ու կրթություն ստացած լինեին հələ սրանից 40 տարի առաջ, էլի։ Այն բառավները, որ գնում են, վայ ցաջանիտ մեռնեմ, արի մի հատ քեզ կպնեմ, տենամ դու իրական ես թե չէ։ Այդ մարդիկ նես չի որ Նիկոլի օրոք են դաստիարակվել, էլի։ Լսի, մարդկանց մի մասը աղքատությունից
պատրաստ է ամեն ինչի։ Եթե դու մարդուն հասցնում ես մի հատ վիճակի, որ իր համար 10,000 դրամը այդ օրվա հացի փողը արժեք է, լսի մարդու օրգանիզմը ստեղծված է սենց, որ ընդհանրապես բոլոր բնական օրգանիզմները աշխատում են ինքնապահպանման բնազդով։ Այսինքն առաջի խնդիրը մարդու մոտ ինչ անեմ, որ ապրեմ, լսի, սնվեմ։ Հիմա եթե մարդուն իջացնում ես այդ մակարդակի, որ իր համար այդ օրվա 10,000 կամ 20,000 մարզպետի կամ քաղաքապետի տված փողը, որ ինքը գնա Էդ էլ համաձայն չեմ։ Հենա Սամվել Կարապետյանն ասում է աղքատ ընտանիքներին 150,000 ամսական փող Ճիշտ ես ասում, բայց նրանք կանխիկ օր առաջ բան չեն կարում հաշվարկան։ Ոչ, մարդը ասում է այսօր ինձ մարզպետը տալիս է 20,000 դրամ, որ այդամ երաշխավորված, որ այդամ այտենց ապուշ բաներ անեմ կամ գժություններ անեմ, ես այդ 20,000-ը կվերցնեմ։ Վաղը կգա Սամվել Կարապետյանը, իր ցավն է տանեմ, իր 150-ն էլ կվերցնեմ։ Իր 150-ը կվերցնեմ, կասեմ, արա։ Բայց այդ դեպքում այդ մարդը ընտրելու է Սամվել Կարապետյանը։ Լսի, դժվար է ասել, կարող է այդ մարդը ոչ էլ ընտրությանն է թա։ Լսի, այդ ապա քաղաքականացված մի հատ մասսա կա, որի համար ընտրությունը ոչ մի բան։ Այսինքն ապա քաղաքական են, որ ընտրատեղամաս ալարում է հաս։ Այո։ Բայց այնքան բան են ակտիվ են, որ ուզում է գնա Նիկոլի բանի շոուի համար մասով կա աշխատի։ Լսի, նույն բանն ես ասում, լսի, նա աշխատանք է։ Նրա քվեարկության համար փող չեն տալիս։ Այդ օրը քվեարկության համար, եթե մեկը բերի փող 15,000 դրամ տուր, բա առաջ ո՞նց էին անում։ Տալիս էին ասում էին գնացեք ընտրեք, չէ։ Հիմի չեն, հիմի Նիկոլաս Մախվեր մի ուզում եք գնացեք, ուզում եք մի գնացեք։ Ավելի լավ է չգնաք։ Հա, ավելի լավ է չգնաք։ Իմ բաները, այսպես ասած, վարչական ռեսուրսը կգնա, ինձ կընտրի մնացածը կմտածենք, էլի մի բան կանենք։ Ես անկեղծ ուզում եմ հասկանամ, ով է 26 թվականի Նիկոլի ընտրողը։ Շատ տարօրինակ բան ասեմ, մի հատ փոքր նախաբան ու դու տենց մի հատ սենց բան է դուր էլի դիմանկար դուր Նիկոլի ընտրողի։ Մեզ էս մի քանի օր առաջ մեր հետևորդներից, ընդ որում ակտիվ հետևորդներից մեկներ գրել, տենց լիքը կոմպլիմենտներ, շատ հաճելի էր այդ խոսակցությունը միջև այն պահը, երբ որ ինքը ասաց, որ ինքը ԿՊ-ի ընտրող է։ Այսինքն ես 26 թվականին ռեալ գոյություն ունեցող ԿՊ-ի ընտրող, որը այլ շարժառիթ չունի, հա, ասենք, ես հասկանում եմ ինչի Ալեն Սիմոնյանը ընտրելու ԿՊ-ին, որովհետև հակառակ դեպքում ինքը ով է լինելու։ Ես հասկանում եմ, ասենք, չգիտեմ, Աննան ինչի է ընտրում ԿՊ-ին, որովհետև էլի վտանգներով լի կլինի իր կյանքը, եթե չընտրի։ Բայց ես այդ հասարակ միջին վիճակագրական մարդուն, որ գնալու է 26 թվականին ընտրի ԿՊ-ին, չէի պատկերացնում, բայց ինքը բարձում է կա։ Ով է այդ ընտրողը։ Կա, ես քեզ ասեմ ով է այդ ընտրողը։ Լսի, այդ մարդկանց մի հատ զանգված կա, այդ մարդիկ բոլոր իշխանությունների օրոք ընտրել են այդ իշխանություններին։ Կարած չկասկածես, որ Նիկոլի ընտրողները առանց բացառության դրանից առաջ ընտրել են Սերժ Սարգսյանին, դրանից առաջ Ռոբերտ Քոչարյանին, եթե ծնված են եղել էլի, կամ ընտրական տարիքի ցենզին համապատասխանել է տարիքային ցենզը։ Դրանից առաջ օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանին են ընտրել։ Լսի, մարդկանց մի հատ քանակ կա, որը երբեք ընդդիմություն չի ընտրում։ Գիտես ինչի համար։ Հակառակ չգնա։ Այո, որովհետև այդ մարդիկ ախպեր այնքան վախկոտ են, այնքան պահպանողական են, այնքան զգուշավոր են, որ ասում են, արա էսի է, լսի, ուրեմն այդանք դրան ընտրենք։ Ես ճիշտ եմ Վաղը կլինի Սամվել։ Թանը չփորձ։ Վախենում են ինչ կարա լինի։ Չէ, նույնիսկ ինչ գոհ են Նիկոլի արած։ Ոչ էլ գոհ են։ Լսի, Այո, պետք է պատճառ լինի։ Ասեմ, այելի եմ ասում, պատճառը մի բան է։ Լսի, իրանք մեխանիկորեն ընտրում են օրվա իշխանությանը առանց մտածելու, նույնիսկ լսի, ես էլ գիտեմ այդպես մարդիկ, որ ամեն օր Նիկոլին քննադատում են, նույնիսկ քննադատում են, բայց ասում են գնալու ենք իրան ընտրենք։ Ես չեմ հասկանում։ Ես հասկանում եմ։ Ես շատ լավ հասկանում եմ։ Իմ շրջապատում մարդիկ կան, որոնք մեկ էլ տենում ես, ասում է, էլի սկսեց խաբել, արա տեսա վիդեոներ ա ուղարկում ինձ, որտեղ Նիկոլը ինչ որ բաներ ա խոստանում, խաբում, չէ, տենց բաներ կա։ Բայց մեկը գնալու է Նիկոլին ընտրել։ Կարող է բանի անձի երկվության պատառապում ծանոթը։ Չէ, լսի, հիմի օրինակ նայ, Նիկոլենք մի հատ sense ընտրակաշարք են հորինել։ Գյուղատնտեսական վարկ, անտոկոս։ Գիտես դա ոնց է աշխատում։ Հիմա մարդկանց ասել են, կարծեմ 2-ից 5 միլիոն դրամ գյուղատնտեսական վարկ պետքա ձեզ տանք, գյուղացիներին։
Անտոկոս շատ լավ է, չէ՞, թվում է շատ լավ է։ Հիմա մարդիկ թղթեր են հավաքում, բոլորը ուզում են ստանան այդ վարկից։ Հա, բայց վարկերը տալու են ընտրություններից հետո։ Դե բանկերին ասված է, որ վարկ մի տվեք, թուղթ ուզեք։ Այս մի ամիսը ասեք, այս թուղթն է պակաս, այն թուղթն է պակաս, այն մյուս թուղթն է պակաս։ Մարդը ինչ է ասում։ Արա ասում են, Սրանք որ ընտրվեն իմ վարկը կլինի։ արա իմ ախպեր հա արա, սրանք որ այսի որ ընտրվեն այդ 5 միլիոնը կլինի էլի։ Բա որ չընտրվի Նիկոլը, չընտրվի Սամվել Կարապետյանը գա կամ չգիտեմ Գագիկ Ծառուկյանը գա, բա որ այդ վարկի հարցը ջրվի այդ հա։ Չեմ պատկերացնում, որովհետև ասենք, չգիտեմ, այդ Սամվել Կարապետյանի ծրագրի մեջ են երաշխավորված մթերումը, 0% հարկը փոքր բիզնեսի համար, այդ կետերը ինձ անհամեմատ ավելի գայթակղիչ են թվում, քան թե այն վարկը, որը չի լինելու։ Եթե այս պահին չկա այդ վարկը, խիպտի մի ամսից է լինի։ Լսի։ Եթե ես տենց հիմարի պես տանում բերում են թուղթ են ուզում։ Հա, լսի, երբ որ մարդուն սենց բանի մեջ է, երջանկության սպասման մեջ է, էլի, ասում արա 5 օր հետո այս երջանկությունը սլնելու է, էլի, այս 5 օր հետո այս 5 միլիոնը ձեռս Հələ մի ալնելու։ ամիս կա, եթե այս մի ամսում չի լինում, հետո էլ չի լինելու։ Այդ լոգիկան Ճիշտ որտեղից ես, լսի, բայց դու բանականության մասին ես խոսում։ Երբ որ մարդը մտածում է բանականությամբ, նույնիսկ ինքը չի էլ գնա դիմի, որ իրան խաբեն։ Չի գնա դիմի, հասկանում ես։ Չի գնա դիմի, արա դե կասի դե լավ արա մի բարձի որ խաբելու են։ Բարձի որ բերել են, հասցրել են վարկ տվողին։ 8 տարի անեին, Ապրես, այդ եմ ասում։ Վարկ տվողին անտոկոս 8 տարի կարային տային, չեն տվել, չէ։ Հիմա էլ ասում են թուղթ բեր, այս թուղթը տամ տարես մեկը թող պեչատի, այն թուղթը տամ թող գնտար, այս մեկը թող հաստատի։ Ասա որ նույնն էլ խաղաղությունն է։ Այսինքն ինքը սենց 8 տարի 8 չէ, լավ գոնե 5-ը մեզ կերակրում է այդ խաղաղությամբ, չէ, ասում են ես կլինեմ խաղաղություն կլինի, ես չեմ լինի խաղաղություն, չի լինի տեր կանգնի քո խաղաղությանը, հիմա էլ ժողովրդին ա ուզում իր հետ հանցակետ ցարքի այդ խաղաղության, բայց մարդիկ անկեղծ այդ չեն տեսնում, որ եթե լնող բաներ կլներ էլի արդեն։ Դա ինչքան երկար սպասեցիր, հո դրանից բան չի փոխվելու։ Սարա հավատա, որ մարդկանց մի հսկայական մասը չի առաջնորդվում տարական տրամաբանությամբ եւ բանականությամբ։ Չի առաջնորդվում։ Հիմա ես չգիտեմ ինչի չի առաջնորդվում, ինչի են այդ չառաջնորդվելու մենակ մի դեպք կա, որ ես կարողանում եմ հասկանամ։ Դա փողով շահագրգռված լինելն է։ Չէ։ Ասենք եթե իրանք իրանց տես, չգիտեմ, հիմա գրփում ուտում լապում է։ Դե դրա մասին չի, լսի։ Դրանց լրիվ հասկանում։ Դրանք մի քանի այդ ԿՊԱ-ական այդ վերնախավին շատ լսի, դա մի քանի 100 կամ մի քանի հազար մարդ է, նու մի քանի 100 մարդ, ասենք, միլիոնատեր է դառնում։ Իրանց ընտանիքի անդամներ թողնի մի քանի հազար։ Նու, չէ, ներքևում կա նաև մարդիկ, որոնք ասենք միլիոնից մի քիչ պակաս են աշխատում։ Տենց մի քանի հազար մարդ կա, որը ռեալ օգտվում է իշխանությունից ու հարստանում է։ Ընդ որում, լսի, ինչն է հետաքրքիր։ Օրինակ Նիկոլական ծանոթ ունեն, ասենք ամեն օր ասում է, արա տենում ես ոնց են թալանում։ Լսի, ֆենոմեն է, չէ։ Ֆենոմեն է, արա տենում։ Իր ընկերները, իր թիմակիցները։ Չէ, ինքը թիմակից չի, ինքը հա, ուղղակի ընտրող է։ Հա, անկեղծ ընտրող է, բայց ասում է կամ զանգում ասում է, արա էս ինչ է, էս ինչ բան է, պաշտոնյան ասենք, էս ինչ է, էս ինչ տարածքը առելա, ցենց շենք է սարքում, բան։ Դե հիմի սկզբից ես մտածում էի, որ դա ստիմուլ կլինի, որ այդ մարդը հիասթափվի այս իշխանությունից։ Արա ասի, լավ, ես օրինակ իշխանություն չունեմ, էսի իշխանություն ունի, էսի sense միլիոնատեր է դառնում, փողատեր է դառնում, ես մնացել եմ բան, էլի, ճամփեզրին, այսպես ասած։ Մենակ այդ չի, էլի, կոռուպցիայի դեմ պայքարով եկել են, բայց իրանք ամենամեծ կոռումպացված իշխանությունն է։ Այդ պետք է որ վատ վերաբերմունք առաջացնի։ Մեկ էլ սկզբից փորձում էի այդ էմոցիայի վրա իրան փոխել։ Արա ասում էի, դե ախպեր, դե ինչ էի սպասում սրանցից, բայց դու ինչա մտածում էիր, որ բանա ինչ են, Նիկոլ։ Սրբերեն։ Հա, սրբերեն կամ չգիտեմ, հրեշտակներ են, ինչ են, բան։ Մեկ էլ գիտես, հետո հասկացա, որ անիմաստ է, ասա ինչի համար։ Ասեց հան, ավելի լավ է սրանք թալանեն, քան նախկինները։ Ինչ տարբերություն։ Չգիտեմ։ Ինչ տարբերություն, նախկիններին դեմքով չի սիրում։ Չգիտեմ։ Ես Չէ, չեմ լսի, հասկանում։ ոչ մի տրամաբանություն չկա։ Ոչ մի Իսկ կարող է թողենք այդ դեպքում մի հատ ուրիշ նորը գա։ Ոչ նախկինները, ոչ բան, չգիտեմ, հա, մի հատ նոր տարբերակ Ես էլի եմ ասում, այդ մարդկանց վարքագիծը բացատրելու մի հատ ձև կա։
որ մարդկանց մի զգալի մասը, լսի, այնքան իներտ է, այնքան չգիտեմ, վախկոտել չէ, ասենք դրա մեջ, լսի, այնքան անհասկանալի իրանք ասում Անգրագետ բառը անգրագետ լսի անգրագիտության հարց էլ չկա լսի այնքան վախկոտ են դա ավելի շատ վախկոտության արդյունք է որ դաժե իրանք մեջ վախենում են բան անեն ըմբոստանան ասեն լավ արա բայց եք թալանում արա կամ եկել էիք որ Էդ էլ ոչ մեկ չի իմանալու դու գնալու ես գախտնի այդ քոփակ ընտրելու ես ուրիշ ողջ չի որ դու կանգնում ես միտինգի ես խոսքը նույնիսկ քվեարկության մասին չի դու քո մեջ արա պրիզնատ գաս արա լավ ասես ես ձեր արածը էս ինչ էր չէ վախենում է ասում ախպեր լավ թույցեն վաղը որ ուրիշը գա թալանի արա ասելու դե իմին ասենք Նիկոլենք թալանում էին կամ այս Նիլկոնդի մարզպետը, քաղաքապետը եւ այլն, դուք ասի ախպետ է լավ, մի նրանք թալանեցին, գնացին, մի քիչ այս մարտիկ դու թալանն, ինչ է եղել։ Էլի եմ ասում, մարդու տեսակ կա, ու այդ մարդը քանի որ նայ, տես, ինչ են բոլոր նիկոլականները Արցախի համար ասում են դե լավ եղավ։ Լսի մարդը այդ մարդիկ իրանց տեսակով ամեն ինչի պատրաստ են համակերպվեն։ Եթե մարդը ըմբոստանալու կամք չունի իր մեջ, ընդհանրապես, իր ինքը ցանկացած բանի, ասելու է դե հալի մի ճիշտ է, ինչ ամբոստանակ մի բան մի շարժ փորձանքից ախպեր, հիմա ասեն Սյունիքը մեր կյանքում այնքան քիչ պահեր կա, երբ որ մենք ընտրելու հնարավորություն ունենք, հա, ես չգիտեմ, որպես կին կարաս մի անգամ ամուսին ընտրես, հա, կարաս մի քանի անգամ գործատու ընտրես, կարաս մի քանի անգամ, չգիտեմ, ասելուց հայրենիք հո չես կարա ընտրես։ Չէ, հայրենիքը չես էլ կարա ընտրես, դեռ մասի չէ։ Ու այդ ընտրության ժամանակ դու ամբողջ բանով, չգիտեմ, հա, քո մտավոր ունակություններով փորձում ես վերլուծես, ամենաճիշտ ընտրությունը անես։ Երբ որ տղամարդ ես ընտրում, չէ՞, նայում ես ասում ես, չգիտեմ, ազնիվ լինի, առատաձեռն լինի, աշխատող լինի, չգիտեմ, ուժեղ լինի, համարձակ լինի։ Դու չես կյանքում ընտրի բոլոր հնարավոր տարբերակներից ամենաթույլին, ամենասուտասանին, ամենախեղճին, ամենանվաստացածին։ Այսինքն այդ չափանիշով եթե դու ընտրություն ես անում, դու կատարյալ հիմար ես, էլի, որպես կին։ Ոնց կարող են այս մարդիկ, ասենք բոլոր հնարավոր տարբերակներից ամենաթույլին ու արդեն ապացուցված սուտասանին ընտրել։ Նայ, ես որ հիմի հարցրեցի ասիր հայրենիքը չեն ընտրում, չէ՞։ Չեն ընտրում։ Ահա։ Հիմի ես քեզ հարց եմ տալի։ Իրանք կարան տեղափոխվեն, դրանից ոչ մի բան իրանք հայրենիքը չի փոխվել։ Լսի, հիմա ես քեզ հարց եմ տալի։ Ալեն Սիմոնյանն ու այդ Սուրեն Պապիկյան կոչվածը ասում են Արցախը մեր հայրենիքն է, չէ՞։ Հիմի հրաժարվել են, չէ՞, այդ հայրենիքից։ Հիմի վաղը կարան Հայաստանից հրաժարվել։ Անպայման հրաժարվել են, եթե իշխանապողություն լինի, իրանք բոլորը Ամերիկայում են ապրելու։ Ուղղակի դրանից իրանք հայրենիքը չի դադարում Հայաստանը լինելը։ Քեզ է թվում։ Նիկոլ Փաշինյանը բոլոր դավաճանների համար ստեղծել է նոր ֆորմուլա։ Հայրենիքը այն չի, որտեղ դու ֆիզիկապես, հոգեբանորեն եւ այլն այդ տարածքի հետ կապված ես, որտեղ ապրել են քո պապերը, ապու պապերը, չգիտեմ, դու արմատներով կպած ես դրան, չէ, ախպեր։ Ասում է հայրենիքը դա քաղաքացիությունն է։ Հիշում ես, որ ինքը ինչ է ասում։ Հիմի ինքը իր գրպանում ենթադրենք ունի ամերիկյան կամ կանադական, չգիտեմ, ես չունի էլ, բայց կստանա, հարցեր։ Ես վստահ եմ, որ ունի։ Ես վստահ եմ, որ ինքը վաղուց ունի, այտենց, ու իրանց թիմում շատերը ունեն։ Լսի, ինչա ինքը ասում, ասում ընկեր, եթե մենք ունենք ամերիկյան քաղաքացիություն կամ ինչ-որ ֆրանսիական կամ կանադական, արա դե մեր համար հայրենիքը Հայաստանը ինչ է մեզի հայրենիք։ Հենա մենք Կանադան է մեր հայրենիքը, մեր երեխեքի հայրենիքը, լսի, մենակ այդ տրամաբանությամբ դու կարաս բացատրես իրանց դավաճանության բան, էլի եմ ասում, ցանկացած մարդ, ես չեմ ասում իրանց բացատրեմ, ինձ մեկը, ասենք բարձավոր իրանք, չգիտեմ, կարող է մեկը փողով, մեկը բանով, վախով, մյուսը պրոստը անձնական տականքությունից ելնելով դավաճանեն, չեն քննարկում, ինձ ընտրողն է հետաքրքրում։ Ոնց կարա ընտրողը տեսնի, որ այս տղեն սուտասան է, այս տղեն թույլ է, այս տղեն, չգիտեմ, բանա, լիրփա ու լաչառա, ու գնա իրան ընտրի։ Այդ բացատրի, այդ այից պետք։ Այդ մասան, որը որ վախկոտ է, գիտես իրանք ինչ են ասում։
իրենք ոնց ասում են վաղը Սամվել Կարապետյանը ուժեղ է, դե թող գնա իշխանությունը վերցնի, մենք էլ իրան հպատակի պես ծառայենք։ Հիմա Նիկոլ Փաշինյանն է իշխանության, մենք իր հպատակներն ենք։ Լսի, մարդկանց ասում են, արա մարդ կա, չէ, ասենք ասում են, արա վաղը որ Ալիևը գաս տեղը լինի, բան, նախագահ, կամ այդ իմ ասած Սեիդովին նշանակի, պետք է եթակ իրան, հա։ Լսի, Զարա մի զարմացածը տենց աշկերով նայի։ Այդքան ես հասկանում եմ հպատակվելը, ես չեմ հասկանում ընտրելը։ Ինքը գնալու է, այդ խցիկում մենակ է լինելու, ոչ մեկ իրան չի տեսնելու, ոչ մեկ չի լսելու, ոչ մեկ չի իմանալու։ Ինքը կարա ընտրի լուբոյ թուղթ, լուբոյ։ Զարա, մարդ, եթե հոգով հպատակա եւ վերջ, դու չես պատկերացնում, նա իր տանն էլ է հպատակ։ Այսինքն ինքը նույնիսկ եթե մնում է մենակ, մեկը ինքը հպատակ է։ Այսինքն ինքը չնայած չի էլի որ մտա ավետիսին կամ Զառային տեսնում է, ասում է կանի սրանց մոտ բան անեմ, էլի, ընդդիմադիր խոսամ, արա ամոթ է, էլի, մի կասեն, արա դու բան չես, հպատակ չես, արա մեղ չես, ես ինչ բաներ ես խոսում, էլի, ես որ դառնա բան։ Չէ, ինքը հետո մտածի, բայց կարող է սրանք ախպեր միտեղ դուրս գա, էլի, մեր ասածս դուրս գա Նիկոլը իմանա կամ, չգիտեմ, բանը, էլի, Մարսպետը իմանա քաղաք։ Լսի, դա այդ վախը, հպատակության, այդ սինդրոմը, դա բանի հետ կապ չունի իմանալ, չիմանալ, բացահայտվել, չբացահայտվելու։ Լսի, մարդը տեսակով հպատակա ու վերջ։ Այտենց բան կա, հայկական ժողովրդական ասացված կա, լսած կլնես, ով էշ, ես փալան։ Всё։ Հիմի հարց է առաջանում։ Արա լավ դու այդքան քեզ մարդու տեղ չես դնում, որ նույնիսկ պատրաստ ես ցանկացած էշի վրան փալան դառնաս, բայց վերջը այդ ասացվածքը ժողովրդի միջից է չէ ծնվել։ Ինչ տոկոսային հարաբերակցություն կա։ Իմ կարծիքով, իմ դիտարկումով մի 20%-ը տենց մարդիկ կան։ Դե 20-ը դա բան չի, ալե, բացարձակ մեծամասնություն չի։ Զարա, Նիկոլի սիրտը մեծամասնությունն է ուզում։ լսի, հիմի ուզում ես իմանաս, եթե ընդդիմությունը իշխանությունը ուզում վերցնի, պետք է իրականում ցույց տա, որ ինքը ուժեղ է եւ ընդդիմադիր առաջնորդները իրականում դա ցույց են տալի, այդ որ այտենց հավասարակշռված են, դանդաղ են, մի տեսակ, չգիտեմ, վստահ են, տենց, չգիտեմ, ոչ հիստերիկանում են, ոչ հունից դուրս են գալիս, ոչ մի բանից չեն սադրվում, հա? Գժություններ չեն անում։ Հա, լսի, դա նաև այդ մարդկանց է ուղղված, որ արա մեղք եք, մենք ուժեղ ենք, մենք թույլ չենք, մի վախեցեք։ Հիմա բայց դե գիտես մի մասը դե ասում է դե հա բան բայց մի մասն էլ ասում է արա դե վсё բայց կարող է Նիկոլը սրանց կրի արա դե հիմի այդանք ո իմանալու կգրի Նիկոլը չի կրի դուք ձեր ձայնը մի տվեք ոչ մեկ չի իմանալու ոչ մեկ չի ապացուցելու որ դու իրան չես ընդվել դու մեր լսանին դա մի ասա գիտես ինչի համար մերոնք տես չեն հա որտեղ մեզ նայողը տես մարդ չի կարալ լինի Չէ, բայց մի հատ կպական ունենք։ Մի հատ հայ, մի հատ կամ երկու։ Ընդ որում ինձ էլ է հետաքրքրում։ Ես օրինակ, եթե իմ աշխատանքը չլինի, ասենք հրապարակի շրջանակներում, ոչ մի իշխանական սպիկերի հարցազրույց, հաղորդում, ոչ մի, դաժե 5 վայրկյանանոց ռիլս, որ իր երեխուն ծնունդն է շնորհավորում, նույնիսկ այդ չեմ նայ, որովհետև իրանք բոլորը նող կանք են առաջացնում, իրանք բոլորը տաղաճ են, զզվել են, սուտասան են, մանիպուլյատոր են, դու նայում ես անընդհատ ուզում ես մորթած լինես, այս մարդիկ ՔՊ են ընտրում, ՔՊ-ական են, բոլորը առումներով ՔՊ-ին համաձայն են ու կարողանում են նստեն մեզ լսեն։ Այդ ֆենոմենը ես չեմ հասկանում։ Դու դա ջոգում ես։ Ասենք դու գործը չլներ դու Ռուբինյան կնայիր կյանքում։ Բայց ես հիմա էլ չեմ կարող նայում, ես աշխատում եմ տեքստը կարդամ։ Այս բարագության տակ միացնում եմ, որ շատ նրվեց վրա չասի։ Ես բան եմ անում, աշխատում եմ կարդամ, որ գոնե իմանամ տեղեկացված լինելու համար, թե չէ խոսքը եթե հնարավոր է կարդալ։ Դες ինչ վերաբերում է քո ասած ֆենոմենին, երբ որ մարդը լինելով նիկոլական Նիկոլին քննադատող տեքստեր է լսում կամ բանը կարդում, չէ՞։ Լսի, ես դրա բացատրությունը ինչ ես ոչ հոգեբան եմ, ոչ էլ հոգեբույժ եմ։ Ինքը ասում է բանը, հավասարակշռված երկկողմ ինֆորմացիայի բան համար եմ նայում ձեր հաղորդումը։ Մի շնչով նայվում է։
Շատ այսօր այդ մարդուն նվիրեցինք, բայց ուղղակի այնքան իմ մեջ sense վրթովմունք, զարմանք, զայրույթ առաջացնում, որ կան Նիկոլի ընտրողները հասուն սթափ մարդիկ են, ովքեր գրել գիտեն ու չգիտեմ, կարողանում ես իրան հաղորդակցվես, բայց չես կարող բացատրես ինքը ինչի է Նիկոլը ընտրում։ Ես չեմ։ Էլի եմ ասում, ես եթե մի ասենք հոգեբան չեմ, հոգեբույժ չեմ, չգիտեմ, էլի, ես օրինակ հակառակ տեսակետ ունեցողին, լսի, առաջ կարողա լսեի, բայց հիմա չէ, որ գիտես ինչի համար չէ, որովհետև ես մտածում կլսեի մի պատճառով, ասեի կարողա մարդը ինձ համոզի։ Այդ Արցախից հետո ինձ թվում է դա հնարավոր։ Լսի, կարողա մտածեի, որ գուցե ես սխալ եմ, վերջը մի հատ լսենք այդ հետո բայց հասկանում ես, որ ստե ճիշտի ու սխալի հարց չկա, ստե կա այդ մարդկանց շահի խնդիր։ Այդ ես քանի որ ինքս անձնապես սենց եմ մտածում առանց որևէ շահի, ախպեր ես շահ չունեմ, չէ, ես ոչ իշխանությունից եմ օգտվում, ոչ ընդդիմությունից եմ օգտվում, ֆինանսական որևէ շահագրգռվածություն ես չունեմ, որևէ քաղաքական ուժի հետ կապված չեմ, որևէ շտաբին չեմ ծառայում, սենց ասենք էլի, որ քարոզչությանը, բայց երբ որ տեսնում ես, որ այդ մարդիկ իրականում այտենց են խոսում, քանի որ իրանք այտենց չեն մտածում, այլ իրանք այտենց են խոսում, քանի որ դրանից շահ ունեն, ախպեր մտածում ես, լավ, ես հո բան չեմ, մեղ չեմ, իմ հերնումերը ընձի չեն ծնե բերե, որ Ես հո հիմար չեմ, ինքը գոնե մեջը փող է աշխատում, ես գնամ ուղակի հավատամ իրան։ Հա, ես միշտ մի բան անելուց մտածում եմ, ասենք իմ ծնողները արդյոք ինձ դրա համար են լույս աշխարհ բերե, հա, բայց դա շատ կարևոր ֆակտոր է։ Կարևոր, այո։ Հա, ախպեր արա, իմանային, եթե դրա համար է, որ նստեմ, չգիտեմ, դրանց խոսքը լսեմ, կարող ասեին ախպեր, բեր աբորտ անենք այս երեխան, համ մենք չտանջվենք, սրան մեծացնենք, համ էլ ինքը չտանջվի։ Այո, մտածեմ։ Չէ, ես ցանկացած պարագայում, որտեղ իրանք ԿՊԱ-ական են, որովհետև մեջը փողն են, շահ ունեն, ես այդ անհամեմատ ավելի շատ եմ ընդունում, քան քո այդ ասած այդ միշտ իշխանություն ընտրողների բանակին, էլի, այդ Լսի, շահ ունեցողները դա ուրիշ կատեգորիա է, դա Այդ պարզ լավ է։ կատեգորիան է, այդ հասկանալի կատեգորիա է, գոնե գիտես փողով դավաճան է, դե նичего страшного։ Տենց լինում է։ Նրանց ավելի հասկանալ է, լսի, Զարա, էլի եմ ասում, բնության մեջ հիմի ոնց որ ասես, ախպեր, այս նապաստակը ինչի չի գնում գայլին ուտի։ Ինչի չի գնում գայլին ուտի։ Դե լավ դու էլ, Չէ, նույնը ինչի, չի։ լսի, բեգեմոտը ավելի մեծ է։ Չէ, ինչի օրինակ առյուծին չի ուտում։ Ինչի չի ուտում առյուծին։ Մեծ է, չէ, փիղը։ Լավ, էլի, ավո, չէ, համարժեք չի։ Համարժեք է, հավատա, համարժեք է։ Այդ նույնն է ոնց որ ասես ինչի է նապաստակը գնում հանձնվում առույցին։ Ինչի է ամեն ինչ անում, որ իրան ուտեն։ Էդա բան համարժեք համատությունը։ Եթե իրանք գնում են ընտրում են Նիկոլին, որ այս երկիրը վարի է տալու, իրանք մնալու են կոնտրաստաշտակի մոտ, իրանք այդ առույցի բերանը գնացող նապաստակն է։ Լսի, չէ, մի պահ գալիս է, որ ասենք օրինակ նապաստակն ու ենթադրենք ինչ ասեմ, լսի, բնության մեջ այնքան կա, որ ասենք օրինակ եղջերուն, չէ, եղջերուն ու գայլը իրար դեմ կանգնում են, չէ, նայում ես եղջերուն գայլից 4-5 անգամ մեծ կենթանի է, բայց չի բանանում, չի կարում գայլին ուտի, հիմի մեղադրես ասես, այ եղջերու ջան, արա չես տենում այդ գայլի եղածն ինչ անգեր, արա, կեր դրան կեր, արա ասում է չեմ կարա ուտեմ, ընկեր, այդ իմ ֆունկցիան չի, այդ գայլին ուտելը իմ ֆունկցիան չի, ես հիմի ինչ անեմ, ես էլ իմ ծնողները ինձ եղջերու են ծնել, ախպեր այդ մարդիկ իրանք ծնվել են ոչ ըմբոստ, լսի, քննադատություն, ըմբոստանալ, այտենց բաները իրանց համար խորթ է, հասկանում ես, հիմի ես քեզ ոնց բացատրեմ, կամ Բայց ընտրությունը, դա քննադատությունը ըմբոստանալ չի էլի, դա այնքան բան գողտրիկ միջոցառում է, որ մարդիկ պետք է ընկալեն, որ իրանք մենակ են, որ իրանք իրանց խղճի ու իրանց համոզմունքների առաջ լրիվ բաց են, որ չի կարելի այդ վահին մտածել, չգիտեմ, մարդ պետք է իմանա ինչ կլինի, որ չի կարելի մտածել, որ նախկինները թող պատժվեն, Նիկոլ էլի մնա, այսինքն այդ չափանիշներով, եթե դու այդ պահին առաջնորդվում ես, դու ներքուստ վատ մարդ ես, դու չար նախանձ վատ մարդ ես։ Նիկոլին այսօրվա պաշտպանողները, վաղը Նիկոլը չլնի, Դες սկսելու են Նիկոլին նենց բաներ խոսան,
ասենք արա ասելու են չհասկացանք, հիշում ես այն վաղ որ ես Նիկոլին դեմ էի, բան, քեզ էլ ասում էի, որ Նիկոլը վիժված կա, բան, չգիտեմ, sense դու էլ պաշտպանում էիր Նիկոլին, հիշում ես։ Արա sense կմտածես, կասես, ախպե, դե իմ ինչ ասեմ ես մարդուն։ Լավ ինչ ասեմ։ Հայ վատը շատ վատ է։ Մենակ է։ Չէ, լսի, հայի մասին չի խոսքը, բոլոր ազգերի, բոլոր ժողովուրդների մեջ այդ կատեգորիան կա։ Զառա կա, լսի, հիմի, քեզ մի բան ասեմ, ասենք պատմության մեջ հազարավոր դեպքեր են եղել, որ մարդիկ պարիսպների վրա, դե գիտես, առաջ բերդերը են եղել, չէ, պարիսպի վրա մարդիկ կռվել են թշնամու դեմ, մի քանի հոգի գնաց են դարպասը բացել են, արա լավ ախպեր, չէի կռվում, ընկեր, ախպեր, բայց դարպասը խի բացեցի, ասում են արա, խո դուք դավաճան չեք, արա, բայց ասում են ինչի հո, հենց դավաճան, ընդ որում շատ է եղել դեպք, որ մտել են նվաճողները ու այդ դարպասը բացողներին ու դրանց հարազատները առաջինն են մորթել։ լսի առաջինը կարող է չէ եւ վերջինն են մորթել, բայց էական չի, բոլորին մորթել են։ Լսի, բոլորին մորթել են։ Լսի, բայց մարդը իր տեսակով, արա ասել անցնեմ ուժեղի կողմը, էլի կարող է մի լավ բան լինի, էլի, սենց էլի հասկանում ես։ Հա, շահած դուրս գամ։ Կամ արա սրանք չեն ամանչում, արա կռվում են, արա։ Մեկապարտվելու են։ Մեկը պարտվելու են, որտեվ այդ մարդը իր հոգով հպատակ ախպեր, հպատակ, իմի ասես, ինչ ես հպատակ, ինչի ես հպատակ, ինչ ես դու հոգով հպատակ, ինչի ես բարձանում Պարիս։ Լավ հպատակ ես, մեզ մի խանգարի, ոչ մեկ չի ասում, որ իրանք մեր չափ կռիվ տան, մեր չափ ամբոս տանան, բայց կարան գոնե ջրաղացին հակառակ չանեն, էլի ես ամեն ինչը։ Կարողա կարան, չգիտեմ, ես չգիտեմ, ես այտենց հարցերի պատասխանը չեմ կա, օրինակ ես այդ հարցի պատասխանը չգիտեմ, ինչի եղջերուն գայլին չի ուտում, այդ հարցի պատասխանը ես չգիտեմ։ Եղջերուն թող գնա իրա բացատում իրա խոտը ուտի, մինչև մենք զբաղված ենք գայլի հարցերով։ Սրա վրա առաջարկում Ես չեմ ասում, թե Նիկոլը գայլն է, մենք էլ եղջերուն ենք կամ նապաստակը։ Չէ, դրա մասին չի խոսքը։ Դրա այո, թշնամին է գայլը։ Ընդհակառակը ես ասում եմ, որ մենք եթե մենք ըմբոստներով հասարակության այդ ակտիվ մասը իր հետևից կարանա տանի, Նիկոլ Փաշինյանին հաղթելը մի րոպեվա գործ է։ Լսի, մի վարքյան, նայում ես արդեն ցես, նայում ես պարտված, ցես խեղճ, թույլ, սուկասան, մանիպուլատոր, ոչ մի հատկանիշ չունի, որ դու ասես, այս մարդը կարա լիդեր լինի։ Հա, իր միակ հույսը գիտես ինչն է։ Ասում ախպեր, դասի ծնծի պատժ կային անում։ Եվրոպացիք, այսինքն եվրոպացիք որեկան գնաց։ Մի հատ ասենք դիր Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, էլ իրեքին էլ որպես մարդու կերպար։ Դիր ու ասենք Նիկոլ Փաշինյանին ու համեմատի։ Ասենք որը ուրիշ լրիվ արի ուրիշ էդ է էլի ակնարկում ես մեկ, ասենք պատկերացրու աղջիկ ունես, աղջիկ երեխա ունես, պիտի մեկի հետ ամուսնացնես։ Որ մեկին դու աղջիկ կտաս։ Չէ, այդ 4-ից որ ընտրելուց լինես, որ մեկին կտաս, որ մեկին կվստահես քո աղջկա ապագան ու կյանքը։ Հա, ասես ղժ, բան, չէ նրանց նայում ես հավասարակշռված զուր, բան, հա, այսինքն իշուր ղժ, ճվճվում, չգիտես իշուր Արցախը մերը չէր, Հայաստանը մերը չէր, արա, չգիտեմ, Սյունիքը մերը չէր, արա ինչն էր ձերը, արա, Ղազախի շրջաններ ձերը։ Առաջարկում ես ուրախ նոտայի վրա այսօր ամփոփենք արդեն 50 րոպեից ավել զրուցում ենք, իսկ թվում է հետաքրքիր ստացվեց իհարկե Քարոզ Արշավից համարյա բան չխոսեցինք բացի այդ մի երկու դրվագը, մյուս անգամ ավելի մանրակրկիտ անդրադառնանք, որովհետև նաև ընդդիմադիրների Քարոզ Արշավն է հետաքրքիր, հա, այս этаպում իրանք ինչ նարատիվներով են հանդես գալիս ու ինչքան է դասարանը ստանում այդ ինֆորմացիան։ Ոնց ասես։ Հա, իսկ մենք կհանդիպենք հաջորդ երկուշաբթի ներքևի հատվածում մի հատ եւս մեկնաբանություն գրեք, այսքան բան խոսացինք, հաստատ մի հատ կոմենտ գրելու առիթ կլիներ, էլի։ Կարող եք այս տեսանյութը տարածել, կարող եք մեզ լայք դնել, կարող եք նույնիսկ բաժանորդագրվել, եթե դեռ չէ։ Շնորհակալություն մեզ համբերելու համար։ Լրիվ, հաջողություն։ Հաջողություն։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործության հասցեին։ Ոչ մի ֆիզիկական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիգ։ Այդ մարդը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։